ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և Հայաստանի կառավարության միջև ստորագրվում է 2026-ից 30 թվականների երկրի գործընկերության շրջանակը ներկայացնող փաստաթուղթ։ Այն հիմնված է 5 փոխկապակցված ռազմավարական ուղղությունների վրա և միտված է դիմակայուն, ներառական, արտադրողական ու կայուն գյուղատնտեսական պարենային համակարգերի ձևավորմանը։ Փաստաթուղթը ամբողջությամբ համահունչ է կառավարության նպատակներին և մեր նպատակներին և մեր ռազմավարական ոլորտային առաջնահերթություններին։ Այն ընդգծում է միասնական և համակարգային մոտեցման անհրաժեշտությունը պարենային համակարգերի վերափոխման ճանապարհին, ներառելով գյուղական համայնքների կայուն զարգացումը, պարենային անվտանգությունը, սնուցումը, կլիմայի փոփոխությունների մեղմումը, հարմարվողականությունը, կենսաբազմազանության պահպանումը, թվային նորարարությունները։ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ռազմավարական համագործակցության առաջիկա 5 տարվա ուղղությունները սահմանող փաստաթուղթը համահունչ է Հայաստանի ազգային զարգացման առաջնահերթություններին, ինչպես նաև ՄԱԿ-ի կայուն զարգացման համագործակցության շրջանակին։ Երկրի գործընկերության շրջանակի միջոցով ՊԳԿ-ն մեր երկրին կտրամադրի տեխնիկական ու փորձագիտական աջակցություն, կմասնակցի քաղաքականության մշակմանն ու կատարելագործմանը, ինչպես նաև կաջակցի գյուղատնտեսական պարենային համակարգերի վերափոխման համար անհրաժեշտ կարողությունների զարգացմանը։ Սա պարզապես պաշտոնական համաձայնագիր չէ, այլ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության նորացված ռազմավարական պարտավորությունը Հայաստանի կառավարության նկատմամբ արագացնելու գյուղատնտեսական և սննդային համակարգերի վերափոխումը։ Փաստացի սա հստակ ճանապարհային քարտեզ է համակարգային փոփոխությունները փուլ առ փուլ իրականացնելու, ավելի արդյունավետ, մրցունակ, ներառական և իհարկե հողային, ջրային, անտառային ռեսուրսների օգտագործման տեսանկյունից ավելի կայուն գյուղատնտեսություն ձևավորելու համար։ Ակնկալվում է, որ փաստաթուղթը կդառնա շարժիչ ուժ գյուղատնտեսության և պարենային ապահովման ոլորտում համակարգված գործակցության խորացման և շարունակական ներդրումների խթանման համար։ Ծաղկանուշ Միրզոյան, Ժիրայր Հավետյան, լուրեր։